Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում աշխատանք սկսում է Զինայդ նախագիծը եւ Հակոբովնյան ձեզ համար նախապատրաստել է բավականին հետաքրքիր լուրջ ինֆորմացիայով լի թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուր, բայց նրա մասին րոպեներ անց, որովհետեւ այսպես պետք է ըստ ֆորմատի շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ իհարկե 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք եւ անցնում ենք բուն թեմային։ Համովաչեր ունես շատ էլ դուսուս, ասես սպասել ես վաղուց դու գալուս, միակ ընդհարթեր բայց արի ուտես, դարձանք իրար իմաստ ու կես, դու ինձ կին ես կեզ ամուսին, երկու սիրտ եղան միասին, մինչև լույս խմենք մեր թասին, ես երկն էլ քոն է ու քո մասին, դու ինձ կին ես կեզ ամուսին, երկու սիրտ եղան միասին, մինչև լույս խմենք մեր թասին, ես երկն էլ քոն է ու քո մասին։ Համովաչերի դարձա ես գերի, ախր ոնց ես դու ես կանամ թերի, միակ ընդհարթեր բայց արի ուտես, դարձանք իրար իմաստ ու կես, դու ինձ կին ես կեզ ամուսին, երկու սիրտ եղան միասին, մինչև լույս խմենք մեր թասին, ես երկն էլ քոն է ու քո մասին, դու ինձ կին ես կեզ ամուսին, երկու սիրտ եղան միասին, մինչև լույս խմենք մեր թասին, ես երկն էլ քոն է ու քո մասին, ջահել եմ սիրահարված, սրե իմ սիրտ ու հոգի, Դե ինչ 21 TV-ի եթերում աշխատանքը շարունակում է Զինայդ նախագիծը եւ ես միշտ սիրում եմ միջև հյուրի ներկայացնել նրա մասին թե տեսահոլովակ, թե տեսանյութ եւ այսպես շարունակ։ Այս բան բավականին լուրջ տեսանյութ եմ ձեզ ներկայացնում եւ ասեմ, որ տեսանյութի կարևոր դեմքը արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ու մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Ինչու ընտրել AGH փաստաբանական գրասենյակը։ Մեզ մոտ միավորվում է բարձր մասնագիտական փորձը, իրավական խորքային գիտելիքը եւ հաճախորդակենտրոն մոտեցումը։ Այստեղ քեզ լսում են, քո խնդիրը դառնում է մերը։ Գրասենյակի պրոֆեսիոնալ մասնագետները աշխատում են օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել ձեր իրավունքները։ Ցուցաբերվում է անհատական մոտեցում յուրաքանչյուր գործին, առաջնորդվելով օրինականության, պատասխանատվության եւ վստահության սկզբունքներով։ Մեր մասնագետները աշխատում են ձեր հաղթանակի համար։ Արդյունքում դուք ունենում եք պաշտպանված իրավունք։ AGH փաստաբանական գրասենյակը, երբ կարևոր է ճիշտ ընտրությունը։
Ես վստահ եմ, որ հենց հիմա այս թեմայի շուրջ ով որ ուզում է ավելի ճիշտ ստույգ ինֆորմացիա իմանալ կամ լսել ավելի մոտ նստեց, ձայնը բարձրացրեց, իսկ ես մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ AGH փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Գեղեցկուհի Արմինե Ղասաբողլյանին։ Արմ ջան, ողջույն։ Ողջույն Դինե ջան։ Նախ ես շատ ուրախ եմ, որ ինձ մոտ տաղավարում ես։ Շնորհակալ եմ հրավերին։ Եվ եթե անկեղծ այս թեման ինձ էլ է շատ հետաքրքրում, այն որ ասում ինչ ուզում ալինի, պետք է մի հատ փաստաբան ընկերուհի ունենաս, որովհետև ամեն բան չի, որ կարող ես, այսպես ասած, մտնել էջը կամ ինչ որ գնալ նրա մոտ ինֆորմացիա քաղել, ես վստահ եմ այսօր իմ շատ հարցերի պատասխաններ կստանամ։ Բայց մի հարց էլ, ձեր էջը հետևելով, Facebook-յան Ես հասկացա, որ դուք կարողանում եք օրվա մեջ նաև on-line տարբերակով շատ հարցերի պատասխաններ տալ, տեղեկություններ եք տալիս հանրությանը, այն որ ասում անվճար, այո, մատուցում ենք, հա, տենց բաներ էլ եք անում։ Մինչև անցած տարի, այո, անվճար իրավաբանական խորհրդատվություն գրասենյակը տրամադրում էր, սակայն անցած տարի օրենսդրական փոփոխություններ ունեցանք, դրանից հետո այլևս զրկված ենք անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունից, այլապես մեզ կարգապահական պատասխանատվության կարող են ենթարկել այդ մասով, թեպետ գրասենյակում իրավաբանական խորհրդատվության համար սիմվոլիկ գումար է նախատեսված, որտեղ մենք հասկանում ենք, որ քաղաքացիները շատ հաճախ չեն կարող այդ չափ գումարներ վճարել միայն խորհրդատվության համար, եւ մտնելով քաղաքացիների դրության մեջ մենք իրենց համար սիմվոլիկ գումար ենք նախատեսել, դրա դիմաց ամբողջական ծավալով խորհրդատվություն է մատուցվում, այսինքն այնպես չէ, որ գումարի սիմվոլիկ լինելով պայմանավորված խորհրդատվության որակն է ընկնում կամ քիչ ծավալի ինֆորմացիա ենք տրամադրում։ Հիանալի է։ Ես հենց սկզբում ասացի, AGH փաստաբանական գրասենյակի հիմնադիր։ Քանի տարվա պատմություն ունի ձեր գրասենյակը։ Գրասենյակը հիմնադրվել է 2012 թվականին, այն ժամանակվանից ի վեր, երբ ստացել եմ փաստաբանական գործունեության արտոնագիր, եւ այդ ժամանակվանից ի վեր քաղաքացիներին մատուցում ենք տարբեր բնույթի ծառայություններ, կլինին դա քրեաիրավական ոլորտի, քաղաքացիաիրավական, վարչական, սնանկություն։ Շատ լավ, բայց դրա հետ մեկտեղ էլ ասում եմ կա մի հատուկ թեմա, չէ՞, դուք փաստաբանական պալատի հետ օրենքի մեջ, հա, գրանցված տենց թեմաներ կա, չէ՞։ Արտոնագրված փաստաբան։ Շատ լավ։ Ես մի հարց եմ հետաքրում որպես ուղղակի քաղաքացի։ Վերջի ժամանակահատվածում, ասենք 2 տարվա ընթացքում, որ ոլորտն է ամենաշատը, որ ձեր դուռը թակում է։ Ամուսնաընտանեկան։ Ցավոք պետք է արձանագրեմ, ամուսնաընտանեկան գործերը այսօր գլուխ են բարձրացել, յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին ամուսնալուծվում է, յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին ալիմենտ ստանալու հետ կապված խնդիրներ ունի։ Դա իսկ արդեն քրեաիրավական եւ շատ են ժառանգության հետ կապված վեճերը, երբ ու շատ ցավով պետք է արձանագրեմ, որ եղբայրների քույրերի մեջ է հիմնականում այդ վեճը, այսինքն եղբայրները չեն կարողանում կիսել ծնողներից հետո մնացած ժառանգությունը եւ հասնում են ընդհանուր միջև քրեական գործեր են հարուցվում այդ մասերով, բռնության գործադրումներ ունենք, միջև հասնում ենք ցանկալի արդյունքի։ Վերջի ժամանակահատվածում էլ համացանցում արդեն երևում էր, որ նաեւ կա մահվան այո թեմաներ էլ։ Այո։ Այն որ չեն կիսում, արդեն անցնում են վատ թեմա է։ Շատ լավ։ Կորպորատիվ բնույթի ծառայություններ, ինչ են ինձ ներկայացնում դա եւ դուք մատուցում եք։ Այո, մեր գրասենյակը մատուցում է կորպորատիվ բնույթի ծառայություններ, երբ քաղաքացիները կամ այն անձինք, ովքեր ցանկանում են հիմնել անհատ ձեռնարկատիրություն կամ սահմանափակ պատասխանատվության ընկերություններ կամ բաց բաժնետիրական ընկերություններ, սովորաբար միջև այդ քայլին դիմելը ճիշտ կլինի փաստաբանի հետ խորհրդատվություն վերցնել, հասկանալ, որն է ավելի ձեռնտու՝ ԱՁ-ի բացումը, ՍՊ-ի բացումը, թե Փակ բաժնետիրական ընկերությունների գրանցումը, տարբերությունները հստակ օրենքով նախատեսված են եւ եթե քաղաքացու համար օրինակ ավելի հարմար է պատասխանատվություն կրել սեփական գույքով, անհատ ձեռնարկատեր է հանդիսանում, գրանցվում պետական ռեգիստրում։ Եթե պատասխանատվություն ցանկանում է կրել սահմանափակ պատասխանատվության ընկերության գույքով, ապա ավելի նպատակահարմար է սահմանափակ պատասխանատվության ընկերության բացումը։ Եվ մեր գրասենյակը ամբողջական ծավալի խորհրդատվություններ է տրամադրում, ընդհանուր կարող է այդ ամբողջ process-ը ինքը ձեռնարկել, այսինքն համապատասխան պետական ռեգիստրում գրանցումներ անել, հետո արդեն հաշվապահական հաշվառումները ամբողջ ծավալով խորհրդատվություն եւ գործունեության ծավալում մեր գրասենյակը մատուցում է։
Որտեղ է գտնվում ձեր գրասենյակը։ Գրասենյակը ներկապահին գտնվում է Խանջյան 13 հասցեում, սակայն շատ մոտ ժամանակներս կտեղափոխվելու ենք Տերյան 59/2 հասցե։ Այս պահին կազմակերպչայրավական հարցերով ենք զբաղված, բայց շատ շուտով կտեղափոխվենք։ Ինչ հետ է կապված, դուք կարող աշխատողներով շատացել եք։ Աշխատողներով շատանում ենք ու բացի դա ցանկանում ենք արդեն դասապատրաստումներ անցկացնել, այդ մասով ներկայիս գրասենյակ այդ հնարավորությունը չի տալիս, որովհետև փոքր է ավելի տարածքը, իսկ այնտեղ կունենանք այդ հնարավորությունը եւ շուտով արդեն on-line հարթակում էլ այդ մասին գովազդային հոլովակներ կլինեն եւ մեր քաղաքացիները այն անձինք, ովքեր կցանկանան վերապատրաստվել կամ ովքեր կցանկանան ավելի հմտանալ իրենց գործունեության մեջ, կարող են դիմել մեզ եւ մենք սիրով կանցկացնենք այդ վերապատրաստումներն իրենց հետ։ Փաստաբանական գրասենյակը մատուցում է ծառայություններ հետևյալ ոլորտներում՝ քրեաիրավական, քաղաքացիաիրավական, վարչաիրավական, ինչպես նաև ունենք կորպորատիվ սպասարկում եւ մասնակցություն սնանկության վարույթներով։ Մենք գտնվում ենք Խանջյան 13 հասցեում։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 093 54 59 01, ինչպես նաև 055 54 59 01 հեռախոսահամարներով։ AGH փաստաբանական գրասենյակ, ձեր հուսալի գործընկերը։ Ինձ մի հարց է հետաքրքրում։ Ես գիտեմ, որ գրեթե բոլոր ոլորտներում վարկանիշ բնականաբար դե ձեռք ենք բերում։ Եթե մարզիչների մոտ ասում են, թե քանի չեմպիոն է տվել, շատ տեղերում էլ, եթե ուզում են իմանալ ինչքանով եք դուք տարբերվում ձեր վարկանիշով, իմանում են, թե ինչքան հաղթանակ ունեք։ Այո, Չեմ ուզում գլուխ գովել, որպեսզի այնպես չլինի, որ ինքնագովեզդով եմ զբաղվում այս պահին, բայց մեր գրասենյակում բազմաթիվ հաղթանակներ ենք արձանագրում, ինչպես քրեաիրավական ոլորտում ունենք բազմաթիվ արդարացումներ, այնպես էլ քաղաքացիաիրավականով, ամուսնաընտանեկանով արդեն ասացի։ Եվ մեր գործի ամենալավ դրսևորումը, երբ մեր վստահորդները, մեր հեռախոսահամարը փոխանցում են իրենց ծանոթներին, բարեկամներին, եւ անչափ ուրախանում ենք, երբ այդ մարդիկ զանգ են տալիս եւ ասում են ձեր հեռախոսահամարը մեզ փոխանցել է այսինչ անձը։ Այսինքն դու հասկանում ես, որ այդ անձը քեզանից հեռացել է գոհունակ, գնահատել է քո աշխատանքը եւ քո հեռախոսահամարը բաժանում է այլ անձանց։ Այլապես, եթե դժգոհ հեռանար, հեռախոսահամարը չեմ կարծում, որ այլ անձանց շրջանում կտարածեր։ Շատ լավ։ Ես մի քանի ընկերներ ունեմ, որոնք բնականաբար ժամանակի ընթացքում են, որ ամուսնանում ենք, տունը նստում ենք, հիմա որոշել են, եթե անկեղծ իրանց կողմից եմ այս հարցը տալիս։ Այն որ ասում են, երեխեքը մեծացել են, ուզում ենք աշխատել։ Բայց քանի որ նաև ձեր մասնագիտության, այդ տերն են, ասում են, ինչ ջան, կա տենց մի տեղ, որ ասում է բազային տարբերակով գնանք ինչ որ չափով դասընթաց, են որ մի քիչ հասկանանք, հետ գանք, sense տեքստեր են ասում։ Ինչ է դա իրենց ներկայացում եւ դուք արդյոք կօգնեք։ Ես իրավ կօգնեմ, բայց միայն բազային գիտելիքը բավարար չէ, որպեսզի փաստաբանական լիցենզիա ձեռք բերի եւ փաստաբանական գործունեություն ծավալի։ Փաստաբանական արտոնագիր ստանալու համար պետք է փաստաբանական ակադեմիայում ուսուցանել, այնուհետև հանձնել քննությունները եւ եթե բավարար շեմը կհաղթահարի, նոր վերցնել փաստաբանական արտոնագիր եւ ծավալել գործունեություն։ Միայն բազային գիտելիքներով ցորապես մասնագետ չի դառնում։ Ինչքան էլ ես կամ մեր գրասենյակի այլ աշխատակիցները ցույց տանք, թե օրինակ ինչպիսի բողոքներ է պետք ներկայացնել ձերբակալման դեմ կամ կալանավորման դեմ, մեկ է, եթե մարդը չգիտի ինչ է օրինակ համար ձերբակալումը կամ կալանավորումը, խորքային գիտելիքներ չունի, 2-3 ամսով փաստաբան չեն դառնում։ Ես 16 տարվա մասնագիտական ստաժ ունեմ եւ ամեն օր օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենում եւ ամեն օր օրենսգրքերը վերընթերցում եմ։ 2-3 ամսում ուղղակի անհնար է փաստաբան դառնալ։ Շատ լավ, մի հարց էլ է ինձ հետաքրքրում, պակաս չունենք փաստաբաների փարկաստում, ոնց հասկացա գրասենյակների էլ, ասենք ստաժավոնը ինչ որ չափով իրենց թույլ են տալիս ունենան իրենց գրասենյակները։ Ձեր կարծիքով որպես արդեն երիտասարդ, բայց բավականին ստաժավոր փաստաբան, որ մակարդակի վրա ենք մենք գտնվում, որովհետև ունենք փաստաբաններ, ներողություն եմ խնդրում, որոնք իսկապես վաճառվող են, փաստաբաններ կան, որոնք միջև վերջ իրենց օրենքը, իրենց խստությունը առաջ են տանում եւ ասում են հենց դրա համար մենք գնացուցակով նաեւ բարձրենք։ Որ փուլն է ձեր կարծիքով, որ մակարդակի վրա ենք։ Ես չեմ կարծում, որ
շատ վերևում ենք, բայց նաև շատ ներքևում էլ չենք։ Միջին սանդղակը ես կասեի, որովհետև ես չգիտեմ այս հարցով ես իմ փաստաբան գործընկերների հետ էլ շատ հաճախ տարաձայնությունների մեջ եմ մտնում, որովհետև այսօր փաստաբանական ակադեմիան տարին 1 փաստաբաններ է, հա, ոնց որ ընդունվում են փաստաբանները, սովորում, հետո հանձնում այդ քննությունը եւ դառնում փաստաբաններ։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության համար շատ է փաստաբանների թիվը եւ ամեն երկրորդ մուտքի վրա կտեսնեք գրված է փաստաբանական գրասենյակ եւ այն փաստաբանները ենթադրենք ովքեր 3 են վարձել արտոնագիր եւ այն փաստաբանը ով 16, 17, 20, 30 տարի արդեն փաստաբանական գործունեություն է ծավալում շատ հաճախ այնպիսի աբսուրդ իրավիճակներ են լինում այդ նորանշանակ փաստաբանները այնպիսի գումարային շեմ են ասում որ այն փաստաբանները ովքեր ունեն այդ քան տարիների փորձ այդ գումարի մասին անգամ չեն էլ կարողանում բարձրաձայնել բայց ստաժավոր փաստաբանը տալիս է արդյունք, իսկ այն նորեկ փաստաբանը, ինչքան էլ որ ինքը շատ լավ լինի, շատ լավ սովորած լինի փաստաբանական ակադեմիայում, բայց չէ որ փորձը չէ պետք։ Տարիների ընթացքում ես դու հարցնում են մաքսիմալին, չես կարող հենց մի անգամից դու դառնալ լավ փաստաբան։ Ունենք չի ուզենա այս մասին խոսել, բայց կարծում եմ երևի թե բարձրաձայնեմ, որ այդ նորեկ փաստաբաններից շատ հաճախ բողոքներ ենք ստանում, անվանակոչեր չեմ ուզենա այս պահին անեմ, բայց իրենց տապալած գործով դիմում են մեզ ու ասում են այս փաստաբանի մոտ գնացել ենք, ասել է երաշխավորել է գործի ելքը, որի իրավունքը մենք առհասարակ չունենք, դա մեզ համար կարգապահական պատասխանատվություն է։ Օրինակ մեր գրասենյակում երբեք երաշխիքներ չեն տրվում, մեր երաշխիքը մեր կատարած աշխատանքի արդյունքն է, որից այսքան ժամանակ դեռ բողոք չեմ տեսել, ոչ էլ շրջապատում լսել ենք, որ մեր գրասենյակի աշխատակիցներից ինչ որ մեկի հասցեին վատաբանություններ հնչեցվեն։ Ու այդ փաստաբանի տապալած գործով դիմում են մեզ։ Երբեմն շատ ուշ է լինում ինչ-որ մի բան փոխել, որովհետև այն ինչը որ պետք է արվեր ի սկզբանե, այն մարտավարությունը, որը որ պետք է մշակվեր ի սկզբանե եւ հավաքվեին անհրաժեշտ ապացույցները եւ ներկայացվեին, բաց է թողվել այդ ժամկետը։ Իսկ արդեն վերաքննիչ դատարանում շատ դժվար է նոր ապացույցներ ներկայացնել, որի վերաքննիչ դատարանը պետք է հիմնավորես ինչու նախորդի այդ ապացույցը ներկայացնելու հնարավորություն չես ունեցել։ Դե չես կարող վերաքննիչ բողոքում գրել, որ նախորդ փաստաբանը չի հասկացել այդքան, որ ինձ ուղղորդել, որպեսզի ես այդ ապացույցը հավաքեի եւ ձեռք բերեի։ Ունենք այդպիսի խնդիրներ, չգիտեմ Ուզում եմ հավատալ, որ վերջը լավ պետք է լինի եւ նորեկ փաստաբանները պետք է ամեն դեպքում հասկանան, որ չի կարելի վերցնել այն ծավալով քրեական գործեր, հիմնականում քրեական գործեր, որոնցով պայմանավորված է անձանց ճակատագրեր եւ ցանկացած սխալ մարտավարություն, ցանկացած սխալ ցուցմունքի մշակում անձի համար կարա անդառնալի հետևանքներ առաջացնի։ Շատ լավ, սպորիչ պատասխան ստացա, ինձ էլ էր արդեն որ ասում շատ հետաքրքիր։ Եվս մեկ հարց ու միասին ամփոփենք, Արմին ջան, ես ուզում եմ մի քանի նախադասությամբ նաև ներկայացնեք պատմեք այն մարդկանց, այն օջախ արդեն, որ ձեր գրասենյակում աշխատողների մասին։ Մեր գրասենյակում մենք ունենք համագործակցող բազմաթիվ փաստաբաններ։ Փաստաբանները մեզ հետ համագործակցում են վարչական իրավունքի ոլորտում, սնանկության իրավունքի ոլորտում, քրեական իրավունքի ոլորտում, այսինքն այն գործունեությունը, որ ես անմիջապես չեմ կարող ծավալել, որովհետև ես սիրում եմ զբաղվել իմ նեղ մասնագիտությամբ եւ կարծում եմ, որ մասնագետը պետք է լինի նեղ մասնագետ, այսինքն չգնա մի քիչ վարչականից, մի քիչ սնանկությունից, մի քիչ այնտեղից, մենք համագործակցում ենք բազմաթիվ փաստաբանների հետ։ Ես չեմ կարող ասել, որ այդ փաստաբանները հանդիսանում են մեր գրասենյակի աշխատակիցները, որովհետև այդպես սխալ կլինի նրանց կոչել, որովհետև նրանք ինքնուրույն գործունեություն ծավալող փաստաբաններ են։ Մեզ լավ ընկերներ են եւ մեկս մյուսի հետ համագործակցելով ցանկալի արդյունքի միշտ հասնում ենք։ Հիանալի է։ Կա մի տեղեկություն, որ ծնվել է, ասենք թե մոտակա 2 շաբաթվա ընթացքում եւ կցանկանաք բարձրաձայնել։ Տենց թեմա կա։ Թեմայի հետ կապված ոչ թե ծնվել է, այլ որի հետ անընդմեջ բախվում եմ։ Օրինակ հենց այդ ամուսնաընտանեկան հարցերով մենք ասուլիսել ենք նախապատրաստում նաև այդ մասով եւ արդարադատության նախարարության ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել կոնկրետ այդ հանգամանքի վրա։ Խոսքը երեխաների մասին է, ովքեր գտնվում են թիրախում եւ ամուսնաընտանեկան վեճերով կոնկրետ ծնողների միջև պայքարի հետևանքում տուժվում է երեխան։ Եվ ինչ է լինում, մենք տարիներ շարունակ
դատարաններում պայքարում ենք, որպեսզի ենթադրենք երեխաների բնակության վայրը սահմանվի օրինակի համար մայր ծնողի մոտ։ Հասնում ենք ցանկալի արդյունքի, վերցնում ենք կատարողական թերթ եւ ուղարկում ենք հարկադիր կատարման ծառայություն, որպեսզի գնա եւ այդ երեխային վերցնի հայր ծնողի մոտից, ով բռնությամբ երեխային պահում է իր մոտ։ Հարկադիր կատարման ծառայությունը ինչա անում, ինչ գործելակերպ է որդեգրել, իրականում դա շատ վատ գործելակերպ է եւ ես կուզենայի, որ դրա հետ կապված հատուկ ուշադրություն հրավիրեինք, էլի, որտեղ դրա հետևանքով բազմաթիվ երեխաներ ուղղակի շատ վատ վիճակներում շարունակում են ապրել մինչև այնքան ժամանակ, որքան որ կդառնան չափահաս եւ ինքնուրույն որոշում կկայացնեն այդ ծնողի մոտից հեռանալուն։ Ծնողները հոգեբանական ճնշում են գործադրում երեխաների նկատմամբ, ոչ միայն ասենք հայր ծնողը, այլ նաեւ տատիկը, պապիկը երեխայի եւ մոր նկատմամբ պատելություն են սերմանում։ Այդ երեխան մինչև դատական վերջնական ակտի կատարումը մնում է բնակությունը հաստատում հայր ծնողի մոտ։ Դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո, երբ որ արդեն հարկադիր կատարման ծառայողը պետք է գնա եւ երեխային վերցնի, հարկադիր կատարման ծառայողը ինչ է ասում։ Ասում է երեխայի գերագույն շահից բխում է, որ մենք երեխային չվերցնենք հոր մոտից, որովհետեւ երեխան լաց է լինում, մեզ տեսնում է, վախենում է, երեխայի վրա վատ է անդրադառնում այս ամեն ինչը։ Հիմա հարցնում եմ, մի քանի անգամ էլ այդպիսի բողոքներ արդեն ուղարկել են արդարադատության նախարարին։ Ասում եմ, հարգելի հարկադիր կատարման ծառայող, դուք երեխայի գերակա շահը հաշվի առնող մարմին չեք։ Երեխայի գերակա շահը արդեն իսկ դատարանը հաշվի առել է, երբ որ երեխայի բնակության վայրը որոշել է սահմանի մայր ծնողի մոտ։ Դուք ընդամենը դատական ակտը կատարող մարմին եք։ Եթե ձեզ հանձնարարված է երեխային վերցնել հայր ծնողի մոտից եւ հանձնել մայր ծնողին, դուք պարտավոր եք անել դա։ Դա չէ ինչ է նշանակում երեխայի գերակա շահից չի բխում այս պահին երեխային վերցնել։ Ունենք հոգեբանի հստակ եզրակացություններ դատահոգեբանների, ովքեր ասում են, որ հայր ծնողի նրա ընտանիքի կողմից երեխաների նկատմամբ կա հոգեբանական ճնշում եւ եթե մոր հետ կապը չպահպանվի, այս դեպքում երեխայի համար հետագայում շատ լուրջ հետևանքներ դա կարող է առաջանալ։ Եվ հարկադիր կատարման ծառայությունը այս պահին Գեղարքունիքի մարզում, Կոտայքի մարզում ունենք նմանատիպ դեպքեր, նմանատիպ վեճերով արդեն իսկ ներգրաված են, կասուլիսն էլ նախապատրաստվում է մոտորերին, որպեսզի արդարադատության նախարարությունը իր վերահսկողության տակ գտնվող հարկադիր կատարման ծառայողին կարողանա ասել, որ հարկադիր կատարման ծառայողը ընդհանրապես դատական ակտ ի կատար ածող մարմին է։ Ոչ թե դատարանի փոխարեն որոշում է, թե երեխայի գերագույն շահից ինչ է բխում։ Դատարանն արդեն իսկ որոշել է։ Այս մասով հատուկ կուզեի, թեպետ եմ ասում, մի քանի օրից ասուլիս են նախապատրաստվում, բայց եւս մեկ անգամ հնարավորությունը բաց չթողնելով, որտեվ ուզում եմ հավատալ, որ կլսեն նաեւ այս հաղորդումը այդ համապատասխան մարմինները եւ հետեւություններ կանեն այդ մասով, օրենսդրական մեծ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ։ Հիանալի է։ Ես այս պահին ուզում եմ թեման ամփոփելով փակել, բայց ձեզ հետ զրուցել որպես արդեն քաղաքացի, հա։ Շատ լավ։ Լինում են դեպքեր, որ օրինակ, չգիտեմ, աշխատանքից հետո գնում եք տուն եւ այնքան վատ տրամադրություն եք ունենում, նեգատիվը շատ վերցրած եք լինում ձեր վրա ու տենց մտածում եք, կարող եմ մասնագիտությունս ինձ համար շատ ավելիներ փոխեմ։ Իրականում շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև մասնագիտության հարցում ես ինքս միջև ընտրել եմ քրեական մասնագիտացումը, հայրիկիս հետ մենք լիքը կոնֆլիկտներ ունեցանք, որովհետև ինքն ասում էր քրեական աղջկա բան չի, դու փոխրում մարդ ու հանցագործների հետ շփումը քեզ համար վատ կանադառնա։ Իրականում ես ասում եմ երկու ոտքս դրեցի մեկ կոշիկի մեջ, ասի ես կամ պետք է աշխատեմ քրեականով կամ առհասարակ չեմ աշխատում։ Հաղթեց իմ համառությունը, որի համար շնորհակալ եմ։ Ես կարծում եմ նաև շնորհակալ եմ նաև այսօր իմ ծնողը դրա համար, որովհետև իրականում մի շարք հարցերում ես իրենց կողքը կանգնած եմ եղել եւ իրենք այդ ամեն ինչը զգացել են։ Ինչ վերաբերվում է այդ նեգատիվը տուն տանելուն, ես ինքս փորձում եմ աշխատանքից հետո աշխատանքում տեղի ունեցածը թողել աշխատավայրում եւ այդ ամեն ինչը տուն չտանել։ Սակայն երբեմն չի ստացվում, որովհետեւ շատ հաճախ քաղաքացիները երեկոյան ժամը 10-ին մեկ էլ որոշում են զանգեն կոնսուլտացիա։ Ոչ կարող ես պատասխանել, ոչ կարող ես չպատասխանել։ Աշխատանքից հոգնած վերադարձել ես, բայց ունես նաեւ պարտականություն։ Շատ հաճախ այն աստիճանի կոնսուլտացիաներ են ուզում, որ
հանգստացած ուղեղը նորից հոգնում է, որտեվ ուղղակի անհնար է աշխատանքից հետո նորից աշխատանքի մեջ մտնել։ Բայց երևի ես կարծում եմ, ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, դրա համար ցանկացած խոչընդոտ ինձ համար հաղթահարելի է, եւ ես մտածում եմ, որ եթե այսօր հոգնած եմ կամ որոշակի հանգամանքներով պայմանավորված տրամադրություն չունեմ, դա կանցնի, բայց մասնագիտությունը դա ինձ հետ է լինելու ամբողջ կյանքում, եւ եթե ես այսօր որոշեմ փոխեմ մասնագիտությունս, նախ արդեն ուշ է ինչ-որ բան ես կարծում եմ փոխելու համար, որտեվ 16 տարի անընդմեջ նույն գործից այլ գործ չեմ պատկերացնում, այլ չեմ ասում, որ դեռևս փոքր ժամանակվանից 5-ից 6-րդ դասարանում էի որոշել, որ պետք է դառնամ փաստաբան, դպրոցական տարիներին շուրջս տիրող այդ անարդարությունը տեսնելու հետևանքով, չգիտեմ, ուսուցիչ, աշակերտ, այդ տարանջատված մոտեցումը, տնօրեն, աշակերտի ծնող, տարանջատված մոտեցումը, ու ես դեռ փոքրուց որոշել էի, որ արդարության վերականգնման մեջ սեփական լումա պետք է ունենամ։ Եվ սրանով կարծում եմ չեմ սահմանափակվելու, նշաձողս դատավոր դառնալն է եւ ուզում եմ հավատալ, որ մոտակա տարիներին արդեն այդ մասով պաշտոնի բարձրացում կունենամ եւ կկարողանամ արդեն որպես ավելի վերադաս, հա, արդեն որպես դատավոր իսկապես իմ ուրույն տեղը եւ խոսքը ունենամ արդարության վերականգնման գործում։ Հիանալի է, իմ կարծիքով ես էլ այդքան ծեր չեմ լինի, արդեն դա մոտակա ժամանակահատվածում է լինելու, որպես դատավոր մեծագույն սիրով Արմինե Ղասաբողլյանից մոտ տաղավար կհրավիրեմ եւ իհարկե բնականաբար կփորձենք նաեւ այլ թեմաների շուրջ էլ ամենայն դեպս շատ շնորհակալ եմ ձեզ լուրջ ինֆորմացիա տրամադրելու համար եւս մեկ անգամ կխնդրեմ հիշեցնել հասցեն AGH փաստաբանական գրասենյակը այս պահին գործունեությունը ծավալում է քաղաք Երևան Խանջան 13 հասցեում Իսկ տեղափոխությունից հետո բնականաբար դուք ինձ կարող եք գրել, ես բոլոր հարցերի պատասխան ձեզ կտամ, հեռախոսահամանել կտամ, այնպես որ կարող եք գտնել Արմինե Ղասաբողլյանին, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Եթե անկեղծ չեմ ուզում եթերի ավարտին ամփոփման ժամանակ ասել, հաճելի է որ ունեմ ձեզ նման նաև ընկերուհի, որովհետև չեմ ուզի ձեր ծառայություններից, եթե անկեղծ օգտվեք։ Ես միշտ ասում եմ, այո, պետք է մեր ծառայություններից օգտվել, բայց կյանք է, չես կարող ոչինչ ասել։ Համենայն դեպս իմ ընկերները լավ փաստաբանի տեղ արդեն իմացան, դուք չեք կարող ինձանից բողոքել։ Շնորհակալ եմ ձեզ, հույսով եմ նորության դեպքում դուք ինձ մոտ տաղավարում կլինեք եւ որպես վերջ ուզում եմ շնորհավորել ես եւ Արմինեն նույն Հայաց Production-ի կազմակերպած մրցանակաբաշխության ժամանակ ես տարվա հաղորդավարուի, տարվա լավագույն փաստաբանը Արմինեն, ճիշտ եմ, չէ՞։ Շնորհավորանքներս հերթական անգամ։ Իսկ այսքանից հետո շնորհակալ եմ նրանց, ովքեր որ միջև հիմա ուշ-ուշով հետևում էին, ինչու ոչ, ովքեր էլ որ տենց կիսատ էին լսել, մի նեղվեք, վաղը ժամը 13:00-ին կարող եք գտնել բնականաբար եթերում կրկնությամբ, մի քանի ժամ հետո YouTube-ում եւ այսպես շարունակ։ Այնպես որ միջև հիմա ձեզ հետ իմ լավագույն ընկերուհին էր փաստաբան եւ իհարկե ձեր Ձինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Подарки, комплименты, под окошком любимые цветы. Ах, и ты послушай меня, мама, этот джентльмен сводит меня с ума. Мама, все почти я рассказала, да и по глазам ты угадала. Но тебе одно я не сказала, только ты держи, чтоб не упала. Я влюбилась в армянина, мама Джан, симпатичный, романтичный хулиган, хочет увезти из Лоса в Ереван. Ты мой милый, Езжана, сын Дуладжан. Я влюбилась в армянина, мама Джан, симпатичный, романтичный хулиган, хочет увезти из Лоса в Ереван. Ты мой милый, Езжана, сын Дуладжан.
решает, выходить из дома запрещает. Говорит мне, он с тобой играет, ну когда же от тебя отстанет? Но я знаю, что у нас серьезно, раз любить тебя мне очень сложно. Давай убежим, пока не поздно, соберу я вещи осторожно. Я влюбилась в армянина Мамаджан, симпатичный, романтичный хулиган, хочет увезти из Лоза в Ереван. Ты мой милый, есть Джанасем Дуладжан. Я влюбилась в армянина Мамаджан, симпатичный, романтичный хулиган, хочет увезти из Лоза в Ереван. Ты мой милый, есть Джанасем Дуладжан. Ах и Мамаджан, у нас с ним роман, хочу в Ереван увидеть Иван. Мой ответ простой, я люблю душой, связанный с судьбой, не нужен мне другой. Я влюбилась, я влюбилась, я влюбилась в